Գլխապտույտ առաջացնող գեղեցիկ տեսարանների հետևից են գնում, իսկ ճանապարհը կամակոր է։ Ամիսներ առաջ են եղել այնտեղ, բայց նորից հրավիրել են։ Ճանապարհը հեշտերից չէ, մեր մեքենան մի պահ սահում է ճանապարհի քարքարոտ թեքությամբ, մի պահ էլ նախընտրում են գլխավոր ճանապարհը փոխարինել դաշտամիջյան ավելի հարթ ճանապարհով։ Ու հենց այստեղ է լրագրողի հետաքրքրասիրության եւ համբերության ամենաստույգ փորձությունը։ Ինչքան դժվար է հասնել նպատակակետին, նույնքան արժեքավոր է տեսնել այնտեղ ամեն բան։ Ինչևէ, չենք հուսալքվում ու փորձում ենք հաղթահարել մեզ տրված փորձությունը։ Արդեն հեռվում նշմարվում են տները, որոնք կարծես տասնամյակների ծանր հիշողություններ են պահում իրենց քարե պատերի մեջ, բայց առավելապես կիսափտած տանիքներին։ Բայց գյուղը այստեղ ոչ թե ապրում է մարդկանց ու գործող տնտեսությունների քանակով, այլ բնության անսպառ գեղեցկությամբ։ Նայելով այս փոքրիկ գյուղին հասկանում ես, որ Հովնանաձորը ոչ միայն կենդանի է, այլ նաև անսահման հարուստ։ Բնությունը շռայլ է, ամենուր բացվում են չքնաղ լոռու տեսարաններ, խոր կիրճեր, սաղարթոտ լեռներ ու գյուղից բացվող շունչ կտրող հեռաստաններ։ Մենք Հովնանաձորում ենք, գյուղ, որի ներկա կյանքը թելում ու հյուսում են դեռևս դժվարությունների դեմ պայքարող ընդամենը 10 ընտանիք։ Այստեղ յուրաքանչյուր ծառ հիշողության մի կանգառ է, յուրաքանչյուր լքված տուն պատմվածք։ Գյուղում մեզ հանդիպած առաջին մարդիկ Փաշիկ պապն ու իր տիկինն են, որոնց դեռ հեռվից էինք նկատել, որոնք ծանր ձեռքի կտորե տոպրակներով բեռնված մեզ ընդառաջ են գալիս։ Պարզվում է պապն ու տատը տունն ու դուռը փակել են, իրենց խոսքով վեժվուշը հավաքել ու քաղաք են քոչում։ Փաշիկ պապը գյուղից հեռանում է վշտոտ սրտով, թախծոտ աչքերով, ասում է ծննդավայրից հեռանալը հեշտ չէ, բայց ստիպված է, այլ տարբերակ թոշակառու ամուսինները չունեն, որովհետև ճանապարհ ու գազ չունեն ձմռան բուք ու բորանին դիմակայելու համար, խանութ ու տրանսպորտ չունեն ու այդ չկաների շարքը կարելի է անվերջ թվարկել, ասում է պապը։ Շատ վատ ա որ գնում ենք, հայրական դուռը փակում ենք ու գնում աղջիկ ջան, բայց դե ինչ անենք, ճանապարհ չկա, մի ինչ 2 կիլոմետր ճանապարհ, որ սարքեն են, ինչ կլներ։ Մեծամասամբ ես ձեզ ասեմ աղջիկ ջան, ճանապարհի խաթր են սա գնում։ Հիմա մենք ստեղ մնում ենք, իմ երեխեքն ասում են, տաքսին էլ չի ձմեռը բարձանում Յաղդանից վեր է, որ կան մեզ ստենալու, այդ ձևի վիճակն է դա, թե մի 2 կիլոմետր ճամփա էլի, գոնե որ դզեցին, որ ասֆալտը մի գոնե գրունտը լսնեին դզեին էլի։ Հաշվում եմ արդեն մենք գնում ենք, մերկուսն է գնում են, մնում է 7 ընտանիք։ Փաշիկ պապը արցունքը աչքին վերհիշում է ու ասում, այն ժամանակ գյուղում եթե ցանկապատը, դուռը, պատը 15 սանտիմետր առաջ տալու համար հարևանների միջև կռիվ չլիներ, ուրեմն կյանքը ճապաղել էր։ Այդ 15 սրբազան սանտիմետրը տարածքային այն վեճն էր, որտեղ հաղթողը ուժեղն էր, իսկ պարտվողը կյանքի նոր նպատակ ձեռք բերողը։ Այն է վերադարձնել 15 սրբազան սանտիմետրը կամ ժառանգել տարածքային վեճը սերունդներին, որոնք մեծանալու էին այդ տարածքային վեճերով ու պարբերաբար վրա հասնող ռեմիսիաներով։ Բայց դա նաև մի խորը իմաստ ուներ։ Դա նշանակում էր, որ մարդիկ իսկապես ապրում են հողի վրա, որ ապագան կառուցում են այստեղ ու այդ մի փոքր կտոր հողը նրանց ապրեցնում, դարձնում էր նպատակասլաց, պահանջատեր ու ամենագլխավորը տեր։ Կյանքը չէր կորցրել նպատակը, կյանքը կար, մարդիկ կային, ովքեր այս կամ այն բանի համար էին պայքարում, իսկ հիմա ոչ մարդ կա, ոչ էլ պայքար։ Իսկ ժամանակին Հովնանաձորը մեծ գյուղ է եղել շուրջ 110 գործող տնտեսությունով, բայց դա ժամանակին։ Պայքարը ապրելու գլխավոր բանաձևն է։ Մարդիկ պայքարում էին, իսկ հիմա ամեն բան կորցրել է իր արժեքը, անգամ հողը։ Կուզեմ ամեն ինչն էլ ձևափոխվի, որ այս գյուղին գոնե մի հետ աջակցեն ինչ-որ մի բանով։ Մարդիկ են գալի գնում են, բայց դե ինչ։ Թող գան տեն անելի, հասնում են Յաղդանով գնամ, նոյեմբերյան միջև, Օձուն, Ալավերդի, 2 կիլոմետր տեղա Յաղդանից թեքվեն մտնել այս գյուղը տենան, ինչ կա այս գյուղը։ Հովնանաձորի տեղը գրած է Հովաձոր։ Պապը ի նկատի ունի, որ Օձունից Ստեփանավան տանող ճանապարհի մի հատվածում տեղադրված ցուցանակում գյուղի անունը անգամ սխալ է գրված ու այդպես գրեթե 2 տասնամյակ։ Վերջում ավելացնում, որ այ այդքան անտեսված ու մոռացված ենք։ Իսկ իրենք դեռ կվերադառնան գյուղ, որովհետև շատ իրեր ունեն տանելու։ Սկզբի համար մի քանի փակոսներ ու անհրաժեշտ իրեր են վերցրել, որ քաղաքում էլ գյուղի համն ու հիշողությունները զգան։ Ես է թտույա։ Ձեր ամառվա աշխատանքն է։ Մեր ամառվա մեր հողի եղասնա փակել ենք, εμել տանը մենք յոլային գնում էլի։ Ով ցանկանա որ վեժվուշ անի իր
տանից գնա ես ասել ջայլերն որ գալիս են ասում են ես ինչ հիասական ստեղա մենք ոչ մեկս չենք ուզի գնանք բայց ստիպված գնում ենք Բայց գյուղում մնացողներ էլ կան, նրանք ովքեր մնում են պարզապես այլ տարբերակ չունեն։ 80 անց այս ամուսինները մի կերպ են ոտքի վրա կանգնած մնում։ Կյանքը նրանց համար առանց այդ էլ հեշտ չէ, իսկ ձմռան շեմին էլ ավելի է բարդանում։ Մարտիկ պապը մի կերպ ոտքի վրա կանգնելով բահը վերցրել ու ջրի առաջն է փորձում բացել։ Դե յոլա գնալ է պետք ասում է։ Ռոզատատն էլ մի քանի կիլոգրամ հացահատիկ է քաղաքից բերել տվել հավ ու ճվի համար։ Ու աշնան վերջի արևի շողերին է տվել։ Ձեռքի հետ էլ այս ու այն կողմ է տալիս, իբր թե ուզում է որ շուտ չորանա։ Մեծ գոմ ու տնտեսություն են ունեցել ժամանակին տատն ու պապը անասնապահությամբ զբաղվել։ Քաղաքում Ստեփանավանում բնակվող երեխաներին էլ ժամանակին լավ տիրություն արել, բայց դե այդ անտեր տարիքային հիվանդությունները դրանն են չոքել, էլ ոչ անում են, ոչ էլ ստեղծում, հազիվ մեկը մեկին օգնելով յոլա են գնում։ Ասել է թե հնարի դուռը այստեղ միայն անասնապահությունն է, որ իրենք էլ չեն կարողանում անել։ Իրենց լեզվով հնարի դուռ չկա։ Ընկահել վաղտը սպահեի, բայց մեծացել ենք չենք կարող։ Ինչ եք պահում իսկ գոմում հետ։ Համի մի հատ խոզ ունենք, երկու հավ ունենք էտա։ Եթե մի կերպ եք անում։ Հա, էտել փետերով ման ենք գալի զորի պահում։ Ինչ էլ ասեմ միևնույնն է, ոչ մի բան այս գեղի հիմա չեն անի։ Լքված գեղը։ Լեռնային այս գյուղում գրեթե անտառներ չկան էլ, փայտի հարցն էլ շատ լուրջ է դրված։ Հատկապես թոշակառու այս ամուսինները չգիտեն ստացած տարիքային թոշակով ուտելիքի հարց լուծեն, թե վառելիքի։ Փետը մթակարը մենք որ առնենք, այնքան թանկ է, որ այնա թոշակը զորի փետին է երեքում։ Մենք էլ մեր երեխենա գմեմ ենք գնում գալիս է, նել Ստեփանավան ապրում։ Գնում է գալիս է մեզ մտիկ անում խոբրա խմչ։ Մենք էլ յուր ենք գնում, մենք ասել ենք մեր պայմաններով ապրում ենք էլ։ Եղած խնդիրները բազմաթիվ են, բայց դրանք մի կողմ։ Ավելի շատ Մարտիկ պապի սիրտը ցավում է, որ գյուղում էլ երեխաների աղմուկ ու աղաղակ չի լսվում, որովհետև դպրոց ու մանկապարտեզ չունեն, որ երեխա լինի։ Շատերն էլ ժամանակին հենց այդ պատճառով վերցրել են իրենց ընտանիքները ու քաղաք գնացել իրենց երեխաների ապագայի հետևից։ Դե մեղադրելու չէ։ Հա, ծերանոց, հիմա գյուղը ծերանոց է դարձել մի քանի շնչով։ Այդ մի քանի շունչն էլ մնացել են կյանքի սովորությունից, հողի հետ կապվածությունից կամ պարզապես ոչ մի գնալու տեղ չունենալու պատճառով, ասում է պապը։ Ոչ խանութ ունենք, ոչ դպրոց կա, ոչ երեխա կա, մի քանի տուն ենք մնացել էլի, ոնց ենք ապրում, մեր տղեն էլ ածա բերեմ ու մենք ապրում։ Փոքր ջերմոցը, ստեղ նոր դրել ենք սոխը, մեկ էլ համ ենք դրել, մինչև նոր տարու ստանալու ենք սա արդեն, իսկ ամառվա ընթացքում պամիդոր ենք դրել, վարունգ ենք դրել, կլուբնիկ ենք դրել, հեսա այս մասը կեստեղի մասը եմ ստացել, Այս փոքր ջերմոցում այսքան բան եք։ Այո, մեզ բավարար եմ պամիդորն էլ ձմռվա կանաչ պամիդորը վարունգն էլ փակելու համար, մեզ բավարար եմ սոխը։ Յուղի լքված տներից ու տարեց մարդկանց պատմություններից հետո մեր ճանապարհը մեզ բերում է դեպի մի տեղ, որտեղ թվում է կյանքը դեռ փորձում է պահել իր փոքրիկ կայծը։ Կարեն Աբովյանին Հովրանաձորում հանդիպում ենք պատահաբար։ Պարզվում է նա գյուղի նախկին ղեկավարն է եղել ու հիմա թեկուզ ոչ պաշտոնապես, բայց հոգով դեռ գյուղապետ է մնացել։ Վերջերս զարգացման ծրագրերից մեկի շնորհիվ ստացած փոքրիկ ջերմոցը նրա համար պարզապես կառույց չէ։ Դա գյուղին կապված մնալու վերջին օղակն է։ Ինչպես շատերը Կարենն էլ գյուղում չի ապրում մշտապես, ապրում է Ստեփանավանում, իսկ այստեղի տունը նրա համար ավելի շատ ամառանոց է, բայց գալիս է հաճախ, թե հողի, թե հիշողության համար։ Ըստ Կարենի գյուղի ողբերգությունը սկսվեց 1950-ականների սկզբին, երբ Արմավիրի մարզում այն ժամանակ հոկտեմբերյանի շրջանում սկսվեց իրականացվել կիսաանապատ հողերի յուրացումը եւ նոր կոլտնտեսությունների հիմնումը։ Բարձրադիր լեռնային գյուղերը համարվեցին անհեռանկար եւ սկսեցին խրախուսել այդպիսի գյուղերի բնակիչների գաղթը այսպես կոչված սոցիալիստական նոր գյուղեր։ Այդ մարդիկ մինչև 51 թիվ 52 թիվը ստեղ են ապրել, մեր մեծերի ասելով ստեղ եղել են 150 տնտեսություն ապրելուց։ 51-52 թվականներին տեղափոխվել են Արմավիրի շրջան, այնտեղ մարզ Արմավիրի Զարթուն գյուղը։ Այսօրվա դրությամբ մեր լրիվ գյուղացիք տեղափոխվել են այնտեղ են ապրում։ Ինչ էլ մնացել են այստեղ այսքան ընտանիքն է։ Ընդամենը ամառվա ընթացքում 13 ընտանիք են ապրում, իսկ ձմռվա ժամանակ մնում են 8 ընտանիք այստեղ։ Մնացածը տեղափոխվում են
Ստեփանավանը մամեքն իրանց տունն ունեն, նող ինչի համար դա դպրոց չնելու հիմա երեխանց տանում են այնտեղ տուն ունեն, այնտեղ են ուղարկը։ Դպրոց էլ ունեցել, այստեղ մինչև եղել է 7-ամյա նախկին եմ դպրոց ունեցել ենք, բայց որ դրա 51-52 թվականից տեղափոխվել են արդեն, այստեղ չեն եղել մարդիկ, տենց էլ փակվել է դպրոցը։ Գյուղի կորուստների շարքը այսքանով չի ավարտվում։ Հովնանաձորի պատմության մեջ մի էջ կա, որի մասին գյուղում խոսում են ցածր ձայնով, էջ, որ այնքան ծանր է, որ գյուղի ճակատագիրը երկու մասի է բաժանել՝ մինչև ու հետո։ Այստեղ մեր նախկին գյուղը նախագահ եղել, այստեղ սպանել են, ճիշտն ասած, այստեղ գրասենյակը դրանից հետո քայքայվել է, միացրել են Յաղդան, գյուղը գիտեք Յաղդանին, դրանից հետո միացրել են Կողես գյուղին, մինչև սովետական միության փլուզումը մենք միացյալ ենք եղել Կողես գյուղին։ Նոր դրանից հետո առանձնացել են ամեն մի գյուղ, առանձնացել են։ Նրա խոսքում մի ամբողջ ժամանակաշրջան է արձանագրվում, համայնքի վարչական քաոսից մինչև վերջնական մեկուսացում ավերումը, հետո շատ արագ թեման շրջանցելով կասի, որ գյուղի ներկա վիճակը պայմանավորված է նաև հողի ոչ բերի լինելով։ Հովնանաձորում հողը չի կերակրում, բայց տարիներ շարունակ մարդիկ ապրել են հենց այդ հողի հետ համառ պայքարով, հետո հասկացել են, որ դրա դեմ պայքարել չեն կարող, շատերը հիասթափվել են լքել գյուղը, իսկ նրանք, ովքեր մնացել են, պարզապես հարմարվել են եղածին։ Այստեղ զբաղվում են մարդիկ անասնապահությունով, այստեղ հողագործություն չկա, ընդամենը մենք ունենք 30 հեկտար վարելահող, մի 90 հեկտարի չափով էլ սեփականաշնորհված խոթարկ, ընդամենը հիմնականը զբաղվում են անասնապահությունով մարդիկ, դրա վրա են, վարելահողերը բերի չեն, ճիշտն ասած, ջրովի չի, դրա համար, լրիվ խոթարքի տակ։ Կարենն ասում է, գյուղը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, երբ այստեղ կյանք վերադառնա, իսկ դրա համար պետք են մարդիկ, ընտանիքներ, երեխաներ, տնտեսություն, բայց այս պահին գյուղի միակ ուժը բնությունն է, անառիկ, գեղեցիկ, անպատմելի, որը պետք է ճիշտ օգտագործել, որը պետք է տեսանելի դարձնել։ Վստահ է, եթե մի փոքր էս ուղղությամբ աշխատեն, տարածաշրջանը հանգիստ կարող է վերածվել հզոր զբոսաշրջային գոտու։ Նախկինը մեջ եղել, ընդհանրապես ոչ գազաֆիկացում էլ էս գյուղը, ջուրն էլ մենք սարից ունենք, բնական, ընդեից ենք ստանը, իսկ ճանապարհն էլ մինչև այսօր ճանապարհն էլ դեռ լա չեն շինել, բնակչությունը պետք է ելնելու, հարմասինքը եթե այստեղ ճիշտն ասած մնացել են որ ասեցի 8 ընտանիք են ձմռվա շրջանը մնեմ, ամառը 13 ընտանիք, բնակչության պատճառով դրա համար էլ ոչ բան էլ չի լինեմ։ Ուրիշ բան է, որ մարդիկ կան, ես չգիտեմ, թեկուզ տուրիստական ինչ-որ մի բանով այստեղ զարգացնեն այս գյուղն ու քո ասած ասֆալտպատումն էլ լինի, գազաֆիկացումն էլ լինի, ուրիշ բան է։ Միշտ էլ մենք էլ ենք ցանկացել, բայց թե դեռ լա պարզ չի, թե ինչ վիճակ կդառնա։ Իսկապես Հովնանաձորը կարող է զարթոնք ապրել, որովհետև վտանգավոր լռության ու անվտանգ ապրելակերպի արանքում կորչում է գյուղի հեքիաթը, իսկ իրական հեքիաթասացներ վաղուց էլ չկան։ Չկան անգամ այն մարդիկ, ովքեր գյուղի տեղը հիշում էին ընտրությունից ընտրություն, հայտնվում ու թեկուս օդում խոստանում էին, որ այս կամ այն խնդիրը կլուծեն։ Չկա ընտրող, չկա խոստումներ։ Հովնանաձորցու աչքը ճամփին ջուր կտրելով է մնացել, իսկ խորթուբորդ ճանապարհը մնում է դատարկ, կամ էլ չգիտեն էլ, որ այդպիսի ճանապարհ կա, գյուղ կա։ Անտեսված գյուղ է, ես ասեմ, նենց չի որ ասեմ առաջ նայել են, հմի չեն նայեմ, տակուց է անտեսված գալիս ես գյուղ, երևի մեր ես կառավարությունն ես գեղի տեղն էլ չգիտի։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Հովնանաձորից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։